Բոլորից սիրով ողջունում եմ ու առաջարկում միասին ծիրանով կարկանդակ թխել նարնջե նոտաներով։ Քանի որ ծիրանի իսկական սեզոնն է, ժամանակը բաց չթողնենք։ Ինչպես միշտ ամենասկզբում պայմանավորվում ենք սոդայով խմորների համար բաղադրիչները գոլ պետք է լինեն, այսինքն նվազագույնը սենյակային ջերմաստիճանի։ Եթե սառնարանից եք դուրս բերել, կաթնամթերքը տաքացրեք միկրոալիքայում վառարանում կամ կրակի վրա, բայց զգույշ եղեք, շատ տաքանալուց թթվայնությունը շատ է բարձրանում, խմորի մեջ թթվահիմնային բալանսը կխախտվի։ Ուղղակի արեք այնպես, որպեսզի շատ սառը չլինեն։ Իսկ ձուն հանգիստ կարող եք դնել մի քանի րոպեով տաք ջրի մեջ։ Այս հուշումը բոլոր նրանց համար է, ովքեր բացատրում են, որ սառը բաղադրիչներով ենք պատրաստել, որովհետև ժամանակ չկար, արագ ենք կողմնորոշվել եւ այլն, ամեն ինչին լուծումը կա։ Սկզբի համար կոտրում ենք 4 ձու։ Նաև 1 բաժակ շաքարավազ, բաժակը 250 մլ է։ Ամեն բան եւ գրամներով եւ բաժակներով ու գդալներով կգրեմ տեսանյութի ներքևում, ինչպես միշտ։ Մի փոքր կսպիտակի, դա բավական է, երկար չենք հարում։ Նաև կաթնամթերք ենք ավելացնում 220 գրամ։ Կարող եք մածուն վերցնել կամ օրինակ կեֆիր։ Կեֆիրի դեպքում մոտավորապես կեսը, կեսից մի քիչ պակասը փոխարինեք թթվասերով։ 70 մլ բուսական յուղ, ուղիղ 100 գրամ հալեցված կարագ, կարող եք նաև մարգարին օգտագործել, բայց կարագով այստեղ ավելի համեղ է։ Ուշադրություն դարձրեք, կարագը նոր եմ հալեցրել ու դեռ բավականին տաք է, 45 աստիճանից էլ բարձր է, բայց այսպես ավելի լավ։ Նաև սիրում եմ ցիտրուսային կեղևի քերուկ ավելացնել, սկսնակներին ասեմ, որ քերում ենք միայն վերին վառ գույնի մասը, սպիտակն արդեն դառն է։ Սա իհարկե ծիրանի թեմայից դուրս է, բայց միևնույն է հրաշալի համադրվում է։ Կարող եք աշխատել նաև առանց էլեկտրական հարիչի։ Ձեռքի հարիչով ուղղակի ձուն եւ շաքարը կես րոպե մի քիչ ինտենսիվ հարել, մնացածն արդեն ուղղակի խառնում ենք։ Ալյուրն ենք ավելացնում, առաջին բաժակի հետ նաև սոդան ենք լցնում։ 1 թեյի գդալ, միջին բլրակով, ոչ շատ բարձր, 9 գրամ։ Իհարկե ալյուրից հետո միայն ձեռքի հարիչ։ Մոտավորապես 5 րոպե թողնելու ենք հանգստանալու, աշխատեք շատ երկար չթողնել։ Թե ինչի համար է սա անհրաժեշտ, ես հաճախ եմ բացատրել, ուղղակի իմացեք, որ այն խմորները, որոնք չափազանց ջրիկ չեն, մի փոքր խտություն ունեն, ժամանակ են պահանջում, որպեսզի ներսում պրոցեսները սկսվեն, ոչ թե սոդան մարվի, այլ սկսվեն, սա շատ կարևոր է։ Այս ընթացքում ընդամենը մի քանի րոպեում կաթնաշոռի խառնուրդը կպատրաստեմ։ 180 գրամ կաթնաշոռ եմ վերցրել, 3 ճաշի գդալ թթվասեր, իմ ձեռքի տակ փոքր գդալ էր, դրա համար այդքան շատ էր երևում, եւ 1 լիքը ճաշի գդալ օսլա, բավականին մեծ բլրակով, իմ դեպքում էլի փոքր գդալ էր, դրա համար 2-ը լցրեցի, եւ վանիլին ըստ ճաշակի։ Նաեւ 1.5 ճաշի գդալ շաքարավազ, իմ դեպքում թեյի գդալով է։ Շաքարը կարող է ամբողջությամբ չհարվել, նորմալ է։ Կաղապարի չափսը 30-40 սանտիմետր է։ Սկսեցինք հավաքել։ Կաթնաշոռային միջուկը կավելացնեմ ուղղակի խառը։ Վերջում նաև ծիրանը, այսպիսի կտորներով։
Ջեռոցս նախապես եմ տաքացրել, ջերմաստիճանը միջինը 180 աստիճան է։ Միացրել եմ վերևի և ներքևի ջեռուցումը առանց կոնվեկցիայի։ Կարկանդակը թխվեց 23 րոպեում։ Թարմ քամված նարնջի հյութ է։ Քանի դեռ կարկանդակը շատ տաք է, հենց նոր ջեռոցից դուրս բերված վրան արագ թարմ քամված նարնջի հյութ եմ քսում։ Շատ առատ, կարելի ասել ցողում է։ Դա արեք անպայման շատ տաք վիճակում, եթե ուշացրել եք, ուղղակի բաց թողեք, մի ցողեք։ Մոտավորապես 50 մլ օգտագործեցի։ Դե իսկ վերջում շատ քիչ շաքարի փոշի։ Հենց ինքը խմորը այնքան նուրբ է, այնքան փափուկ ու համեղ է, որ կարելի է ընդհանրապես առանց որևէ մրգի կամ հավելման էլ պատրաստել, հենց այդպես ուղղակի թխել եւ շաքարի փոշիով օրինակ վայելել։ Խմորը ուղղակի հալչող է, սա պետք է փորձեք ու վայելեք հաստատ։ Իդեպ նշեմ, որ թթվասերային այս հավելումը կարող եք չպատրաստել, եթե ժամանակի խնդիր կա, ես նույնպես հաճախ նման կերպ եմ պատրաստում, երբ ժամանակ չկա, սուղ է եւ պետք է կարկանդակը լինի սեղանին։ Ինչ վերաբերում է համին, ասեմ, որ շատ քաղցր չէ, իհարկե քաղցրություն զգացվում է, բայց չափավոր է։ Ու նույնիսկ այդ չափավոր շատ քիչ քաղցր համը լրացվում է այն շաքարի փոշիով, որ վերևում ավելացրիք։ Մի խոսքով ամեն ինչ տեղին է, ճիշտ հաշվարկված։ Սիրելիներս, ուզում եմ հիշեցնել, որ իմ ալիքում արդեն շատ բաղադրատոմսեր կան։ Անպայման թերթեք ու դիտեք նաև հին ժամանակներում տարիներ առաջ նկարահանվածները, հատկապես ամռան սեզոնի համար ունեմ հրաշալի ընտրանի եւ ցուկատներ, շաքարային ջրեր, շատ մանրամասն բացատրված ու միշտ հրաշալի արդյունքով։ Իդեպ, եթե սկսնակ եք, հատկապես ձեզ է վերաբերում, ամբողջը մանրամասն բոլոր պատասխաններով ներկայացրել եմ, կստանաք լավ արդյունքներ։ Նաև ունեմ տարբեր մուրաբաներ, ջեմեր եւ այլն, եւ ոչ միայն, նաև տարբեր թխվածքներ, այնպես որ անպայման թերթեք ու կգտնեք ձեզ հետաքրքրողը։